Երբ է պետք հեռանալ հարաբերություններից, այսինքն խզել հարաբերությունները։ Նախ առաջինը, եթե դու հասկանում ես, որ առողջ տարբերակով փորձել ես և փորձել ես բազմաթիվ անգամներ և չես կարողացել օգնել մարդուն, որպեսզի այդ մարդը գա ընդհանուր դաշտ և դուք կարողանաք զրուցել և կարգավորել ձեր հարաբերությունները, և այդ հարաբերությունները քեզ համար դարձել են տոքսիկ, դրանք թունավորում են քո կյանքը, դրանք խլում են քո ինքնասիրությունը, քո առողջությունը, քո խաղաղությունը, ապա ժամանակն է մտածել ընդմիջում վերցնելու համար։ Ամենաառաջինը վերցրեք ընդմիջում։ Միգուցե ձեզ ժամանակ է պետք, որպեսզի խաղաղ մթնոլորտում դուք ծանր ու թեթև անեք։ Արդյոք որտեղ է ոտնահարվում քո ինքնասիրությունը, արդյոք որտեղ է պետք համբերել, որտեղ է պետք բացատրել և որտեղ է պետք ուղղակի հեռանալ։ Այո, երբեմն հեռանալը կարող է լինել լավագույն տարբերակը։ Եվ ինչ է պետք այստեղ, պետք է ինքնասիրություն։ Երբ դու կգտնես ինքդ քեզ սիրելու կարողությունը, ինքդ քեզ գնահատելու կարողությունը, դու կհաղթահարես քո վախերը, որովհետև քո վախն է, որ քեզ պահում է այնտեղ, որտեղ որ կաս։ Պետք է միշտ փորձել պահպանել ընտանիքը և պետք է միշտ փորձել գտնել խաղաղություն։ Երբեմն այնպես է ստացվում, որ լինում են կոնֆլիկտներ, դրանք պետք է լուծվեն։ Դրանք չպետք է դառնան խրոնիկ, դա չպետք է քայքայի քեզ, քո կյանքը և քո ինքնասիրությունը։